Կարմիր գորգ, համաշխարհային դեմքեր, հնչեղ ուղերձներ, Կաննում մեծ կինոտոն է։ Շքեղ այս փառատոնի մի մասնիկն է նաև հայկական տաղավարը, որ ներկայացրել է ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Տաղավարում հատուկ ծրագրով առանձնացված է նաև Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ 101 մետր բարձրությամբ մոնումենտալ գլուխգործոցը դառնալու է մի համալիրի մաս, որը գրավելու է ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների, այլև համաշխարհային կինոարտադրողների ուշադրությունը։ Կինոաշխարհի հեղինակավոր դեմքերը անտարբեր չեն անցնում տաղավարի կողքով։ Կաննի կինոշուկայի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարում տեսա Հիսուս Քրիստոսի այս չքնաղ արձանը, կարդացի Գագիկ Ծառուկյան հիմնադրամ։ Այս մարդը մի բարերար է, որն անտարբեր չէ կինոյի, քանդակագործության ու արվեստի նկատմամբ առհասարակ։ Ես հույս ունեմ, որ այս համագործակցության շնորհիվ կինոն կկարողանա աշխարհին պատմել պատմություններ եւ ներկայացնել այս հզոր աշխատանքի արժեքը։ Այս գաղափարը նաեւ իմ սրտից է, որովհետեւ ես էլ եմ քրիստոնյա հավատացյալ։ Ես եւս ուզում եմ գնալ Հայաստան, տեսնել Հիսուս Քրիստոսի այս մոնումենտալ համալիրը, տեսնել նաև այդ արձանը հիմնադրողին։ Շնորհակալ եմ ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիային, որ ինձ տալիս է հնարավորություն ճանաչելու այդ հզոր մարդուն եւ բարերարին։ Գագիկ Ծառուկյանին հրավիրում եմ Իտալիա, Մոնտեկատինի, Վենետիկ, Հռոմ։ Հավաստիացնում եմ նաև, որ հպարտ կլինեմ ներկայացնել այս հոյակապ աշխատանքը Հռոմի Պապին։ Շնորհակալ եմ այս ահռելի աշխատանքի եւ այն աջակցության համար, որ դուք ցուցաբերում եք կինոարվեստին։ Grazie per la sua opera e per la donazione che lei ha fatto. Grazie. Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում ներկայացնում է նաև մի շարք ֆիլմեր՝ Արամ Մանուկյանի Դոլի, Արա Գյուլերին նվիրված Բարև, Արցախի առաջին եւ երկրորդ պատերազմների մասին Հովհաննես Գալստյանի Վերա եւ Արա Արուշի վերադարձ ֆիլմերը։ Կկազմակերպվի նաև Տատիկի սպարսերը կինոնախագծի պրեզենտացիան, ապա Կիրք մրցանակաբաշխություն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողություն։ Մայիսի 18-ին Open Heart-ից ստարտափի պրեզենտացիան է։ Սրա նպատակը լսողության հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով։ Նույն օրը երեկոյան Նից քաղաքում կկայանա Բեմ ֆիլմի ցուցադրությունը։ Նախատեսվում է նաև, որ ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայում ներգրավված ընկերությունները կխոսեն նոր առաջարկների մասին, հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։